Սիրելի հեռուստադիտողներ, ողջունում եմ ձեզ, ես քաղաքագետ Գեորգ Մելիքյանն եմ, սա իմ հեղինակային հաղորդումն է Status Quo, որի շրջանակում ենք քննարկում ենք ըստ իս կարևոր հարցեր եւ դա անում ենք ոչ թե հարցազրույցի, այլ ավելի շատ քննարկման, բանավեճի ձևաչափով, այնպես որ համբերատարությամբ լծվեք, երբ մենք փորձում ենք այդ քննարկումը անել հնարավորինս ակտիվ ձևով, մենք հյուրընկալել ենք Հայաստան Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմարյանը, պարոն Խզմարյան, ողջունում ձեզ։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերին։ Ես եմ շնորհակալ, որ այստեղ եք։ Մենք խոսենք այսօր երևի թե ձեզ համար ցավոտ հարցի մասին, որը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այցելությանը Մոսկվա։ Ես գիտեմ, որ դուք հարցազրույցներ արդեն տվել եք, բավականին վրդովմունք եք արտահայտել։ Արդյոք սա նախ նորություն չի, առաջին անգամ չի, որ ենք գնում Մոսկվա, հենց մայիսի 9-ին, չգիտեմ ինչ են այս անգամ շատ կենտրոնացել այդ մայիսի 9-ի վրա։ Բայց փորձենք հասկանալ, ի վերջո Հայաստանը մի քայլ առաջ, երկու քայլ հետ Լենինյան սկզբունքով է գնում, թե ինքը ընդհանրապես ոչ մի տեղ չի գնում, տեղում դոփում է։ Ձերը հասկանալի է, ձերը մի գիծ է, ուղին է, դուք պահում եք, բայց արդյոք իշխանության հետ դուք սինխրոն եք կամ ինքը ձեզ հետ սինխրոն է։ Դուք նշեցիք, որ դա առաջին անգամ չէ, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա, եւ օրինակ 2023 թվականին ես նախաձեռնեցի նույն օրը 23 թվականի մայիսի 19-ին 10-ին իմ ընկերոջ Ռուբեն Ախվերդյանի հետ մենք մեկնեցինք Կիև եւ այնտեղ բարեգործական համերգ կազմակերպեցինք իմ ֆիլմի ցուցադրում եւ այդ հասույթը փոխանցել ենք ուկրաինական բանակի վիրավոր զինվորներին դրանից հետո ստեղծվեց նաեւ հայկական լեգիոն ուկրաինական բանակում որովհետև բավական մեծ արձագանք էր, հատկապես Ուկրաինայում կռվող, ուկրաինական բանակում կռվող հայ կամավորների կողմից, այդպես որ նորություն չկա, բայց կա մի մեծ տարբերություն, երբեք այսպիսի ծիսակատարումից առաջ, ծես համարվող այդ այցից առաջ, մեզ իթիվայել երկրների ուղիղ հորդոր չեր գալիս Եվրոպայից չգնալ եւ սա յուրահատուկ գիծ էր ինչպես հիմա հաճախ ասում են կարմիր գիծ առաջին անգամ չէ որ քաղաքական գործիչները Նիկոլ Փաշինյանը անցնում են այն ինչ համարվում է կարմիր գիծ ինձ համար դա ամենայն դեպս ներքուստ դա իմ անձնական կարծիքն է ես ոչ ոքի չեմ փորձելու հիմա դրանում համոզել, ես ինքս եմ համոզմունքս հայտնում, պարզապես, որ այսօր կարմիր գիծ էր, որտեվ սա մի քանի շերտերի առումով իմ կարծիքով անընդունելի էր։ Դա անընդունելի էր քաղաքական տեսակետից, դա քաղաքական սխալ էր, դա քաղաքակրթական տեսակետից անընդունելի էր եւ բարոյական որովհետև Եվրոպան դա ոչ թե շուկա է, դա ոչ թե ուղղակի քաղաքական միություն է, դաշինք, Եվրոմիություն, որը հիմա ռազմաքաղաքական դաշինք է դառնում մեր աչքի առաջ, դա նախ եւ առաջ արժեքների համակարգ է։ Եվ հորդորը չգնալ վերաբերվում էր ոչ թե առևտրային, ոչ թե քաղաքական, այլ նախ եւ առաջ քաղաքակրթական, հետեւաբար արժեքային համակարգին եւ այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը համարեց որ գնալ եւ ստեղծել այսպիսի պատկեր նրան անհրաժեշտ է հարմար է եւ դրանով ավարտելով միտքս ասեմ որ նա կանգնեց նույն շարքի մեջ ինչ նաեւ նախկին մեր ղեկավարները որոնք իմ համեստ կարծիքով տասնամյակներով գերադասում էին սեփական իշխանության պահելու խնդիրը ավելի բարձր, ավելի կարևոր վեր են դասում պետական եւ ազգային գերագույն շահերից։ Այսքանը։ Ալեն Սիմոնյանը նշել էր, որ մենք չենք կարող չգնալ, քանի որ մենք հայ մարդ ենք կորցրել, 300,000-ից ավել հայ են կորցրել, հետեւաբար դա մեզ համար կարևոր է։ Արդյոք սա ծանրակշիռ փաստարկ է։ Եվ երկրորդը դուք իհարկե նշեցիք, որ Եվրամիությունը կոնկրետ շեշտել էր, այո, շատ միակ տարբերություն թերևս դա էր, բայց որոշ նաև փորձագետներ, ընդորում ասեմ նաև արևմտամետ այսպես կոչված փորձագետներ, համարում են, որ սա Հայաստանին չէր վերաբերում, քանի որ Հայաստանը անդամակցություն չի ներկայացել, որևէ ձևով չի ներկայացել հայտերը, եւ դա իրեն չէր վերաբերում։
Համաձայն չեմ, որ ոչ առաջին, ոչ երկրորդ տեսակետների հետ առաջինը վերաբերյալ ես չեմ տեսնում պատճառը հետևողական կապ 300,000 զինվոր կորցնելու եւ Մոսկվա գնալու հետ։ Մենք Մոսկվայում չէ որ կորցրել ենք եւ պայքարում ենք, կռվում ենք ոչ թե Մոսկվայում շքերթ անցկացնելու գաղափարի համար։ Կարելի է գնալ Կերճ եւ դնել այնտեղ ջրին ծաղկեպսակ, թեև դա ռազմական գոտի է, ինչպես նաեւ 83 տարի առաջ մեր զոհվածները գտնվում են տարբեր երկրներում, մինչև Գերմանիա, եւ կարծում եմ, որ մենք այստեղ ունենք, վաղուց ունենք հավերժական կրակ, անմար կրակ, որտեղ ընդունված է ծաղիկ բերել եւ ես մեր կուսակցության մի քանի ներկայացուցիչների հետ այդպես էլ արեցի մայիսի 8-ին, որը ընդունված է Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների կողմից իբրև Եվրոպայում երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օրը մենք խոնարհեցինք մեր դրոշները այնտեղ։ Չվերաբերվում է երկրորդ տեսակետին, այն որ մեզ չէր ուղղված այդ հորդորը, տեխնացու դա չի նշանակում ինչ-որ կարգավիճակ, դա նշանակում է ցանկություն։ Եվ տվյալ դեպքում միգուցե կառավարությունը, որը արդեն 47 օր է, ինչ զլանում է ընդհանրապես հայտ ներկայացնել, այն բանից հետո, երբ ազգային ժողովը, նույն կառավարության կողմից վերահսկվող ազգային ժողովը ընդունել է Եվրամիության ինտեգրումը որպես օրենք, կրկնում եմ, դրանից հետո 48 օր շարունակ հայտ չի ներկայացվել, որևէ գործողություն չի արվել, չի նշանակվել, չի ստեղծվել որևէ կառույց կամ պաշտոնյա, չի նշանակվել այդ օրենքը կիրառելու իրականացնելու։ Այսինքն դուք իրապես կարծում եք, որ այդ օրենքը տենց շրջադարձային է լինելու հայկական էստաբլիշմենտի համար։ Եթե մենք լուրջ ենք վերաբերվում օրենքներին, եթե մենք մենք լուրջ ենք վերաբերվում օրենքներին։ Երևի ինձ դա է պատճառը, որ մենք Եվրոպա չենք եւ չենք ուզում գնալ Եվրոպա, որովհետեւ Եվրոպան դա այն տարածքն է, օրենքի տարածքն է, որտեղ օրենքները իրականացվում են, որտեղ օրենքը ինչ որ բան նշանակում։ Մենք փաստորեն ընդունեցինք օրենք եւ 4 5 6 7 շաբաթ շարունակ չենք իրականացնում այն օրենքը, որ մենք ենք ընդունել։ Ընդհանրապես կա նման տպավորություն մեր բոլորի մոտ, որ այդ օրենքները ձևական բնույթ է, ոչ միայն դա, այլև շատ ու շատ այլ օրենքներ ձևական բնույթ են կրում եւ հենց սրա մասն է եղել միշտ քննադատությունը, որ ինչպես եք դուք պատկերացնում Եվրոպայի, որ այդ ամենը իրական սկսում է հենց ներսից, այսինքն խնդիրը Եվրոպա գնալու միայն ֆորմալ կողմը չի, այլ ամենակարևորը բովանդակային կողմն է եւ բովանդակային կողմը եթե չի փոխվում, ապա արդյոք մենք պիտի իսկապես ակնկալենք, որ այս իշխանությունները այդ իմիջը, որ ստեղծել են Եվրոպա մետի կամ դեպի Եվրոպա արևմուտք գնացողի, դա իրականում, այսպես ասած, փուչիկ չի։ Փուչիկ է։ Բայց ես հիշեցնեմ ձեզ 2018 թվականի գարնանային օրերը, մայիսը, երբ այսպես կոչված Թավշե հեղափոխությունը հաղթեց, ես շատ լավ հիշում եմ ոգևորիչ տպավորություն, որ ստանում է փողոցներով քայլելիս, երբ մարդիկ ընդգծված հանդես էին բերում իրենց քաղաքացիական, ես չի ասի պարտքը, բայց կեցվածքը։ Գլանակներ չէին նետում, աղբ միայն մինչև աղբամանն էին անցնում, վճարում էին հարկերը, եւ դա արվում էր գրեթե ցուցադրաբար եւ մարդիկ երջանկություն էին ստանում դրանից, այսինքն մենք տեսանք, որ ներուժ կա այս այսինքն ցանկության եւ համապատասխան միջավայրի պարագայում այդ ամեն ինչը կա, բնականից կա։ Ավելի պարզ, երբ որ դա գալիս է վերնախավից, երբ մարդիկ ընթերցում են այդ ցանկությունը, այդ քաղաքական կամքը, որը թերմբռնում էր փաստորեն, պարզվեց, որ իրականում այսպես կոչված վերնախավը նման բան նկատի չուներ, դա իմիտացիա էր, կեղծիք էր, բայց մարդկանց մեջ դա կարճ ժամանակով արթնացրեց այդ քաղաքացիական, ես չգիտեմ ոնց անվանել, ներուժը,
մենք տեսանք, որ մենք ի վիճակի ենք լինել քաղաքացի եւ Եվրոպան հնարավոր է, որտեղ Եվրոպան դա աշխարհագրություն չէ։ Դա Սինգապուրում, որը աշխարհագրություն են բոլորին Եվրոպա չէ, գործում է եվրոպական օրենքը, Ավստրալիայում։ Աշխարհագրությունը այստեղ երկրորդական է։ Մենք ունենք այդ հնարավորությունը եւ այս լուսանկարը ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց այդ հնարավորությունից, որը ժողովուրդը նրան տվել էր։ Իսկ միգուցե մենք շատ ենք չափազանցնում կամ գերագնահատում Նիկոլ Փաշինյանի, այդպես ասած, փոփոխությունների գնալու միտումը։ Ի վերջո, եթե իշխանության արևմտամետ լինելը փուչիկ է, ապա նաև անհասկանալի է, թե արևմուտքը ինչպես է այդ փուչիկը անընդհատ այդպես պահպանում, թեև հիմա ես տեսա օրինակ, որ Լեհաստանում Հայաստանին չեն հրավիրել, ոմանք կապում են Մոսկվայի հետ, այս գնալու հետ, ոմանք չեն կապում, բայց միգուցե մենք պետք է ավելի արդար ձևով նայենք իրականությանը եւ տեսնենք, որ Նիկոլ Փաշինյանի թիմը, ես չի ասի, որ իրանք այդպես եվրոպամետ կամ առավել եւս եվրոատլանտիստ են։ Ես նման պատրանք չունեի։ Եթե այդպես լիներ, ստորագրավակ չէր լինի այդ 2.5 ամսվա տանջալից եւ բավական թանկարժեք գործողությունը, գործընթացը, որում կառավարությունը մեզ մեղմ ասած չէր օգնում, ընդհակառակը ես հիշեցնեմ, կներեք, եթե կրկնվում եմ, բայց այդ 50 եւ 50,000-ից ավել ստորագրությունները պահանջվեցին, որովհետեւ մեկ падգամավոր չգտնվեց, այդ թվում նախ եւ առաջ իշխող կառավարության իշխող ֆրակցիան, ով որ այդ պարս առաջարկը դներ քվեարկության։ Այդ դեպքում ինչով է բացատրում, իրենք ի վերջո ընդունեցին։ Ինչու ընդունեցին այդ օրենքը, եթե պիտի այդ օրենքին չհետևեին։ Մեր նախաձեռնությունը ոչ թե վակուումում էր գործում։ Մենք գիտակցում էինք, որ սա խիստ անհրաժեշտ է ստեղծվող այն պահին ստեղծված արդեն աշխարհաքաղաքական իրավիճակում։ Ցես իսկ իշխանությանը պետք է դա։ Դա անհրաժեշտ էր պետությանը, երկրին, եւ ինչ որ պահին իշխանությունը հասկացավ մեր միտումը, ցույց տալ, որ Հայաստանը պատրաստ է գնալ այդ ուղղությամբ։ Իհարկե նրանք դա չէին ցանկանում եւ երկու խորհրդարանական լսումների ժամանակ մենք ամեն ինչ հասկացանք։ Մեզ ասացին, որ դա արկածախնդրություն է, որ դա ժամանակավրեպ է, որ գաք իշխանության դուք էլ կանեք, դա մեր օրակարգը չէ եւ այլն եւ այլն։ Ավելին մենք հասկացանք, որ ամենախորի մասները նրանցից ձգում են մինչեւ 26 թվականը, երբ որ դա կարելի է փաթեթավորել եւ կոպիտ ասած ծախել ժողովրդի վրա վիզաների ծախել ընտրողների վրա, որ մենք գնում ենք Եվրոպա, մենք հեսա վիզաների խնդիր չենք ունենա, խաղաղություն է լինելու դա։ Այո։ Այսինքն անընդհատ այդ ավելի շատ պոպուլիզմի դրսևորում է, քան իրական նկարտումներ։ Բայց գիտեք, իրական քաղաքականության մեջ մենք երբեմն ստիպված ենք հաշտվել նման բաների հետ, որպեսզի հասնեն գլխավոր նպատակին։ Դա մենք ունենք ՍԵՊԱ, որը ի վերջո ստորագրել է նախկին իշխանությունը։ Այո, դա Սերժ որ էլի մենք քննադատելով իշխանությունների նախկին եւ այլն, բայց մենք տեսանք, որ երբ որ 2013-ին հրաժարվեց, որոշակի ընդվզում եղավ այստեղ, երբ որ Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը ես անդադար եմ քննադատել եւ շարունակում, բայց ՍԵՊԱ-ից մենք այդպես էլ գլուխ չանեցինք։ Մենք չավարտեցինք ՍԵՊԱ-ը, ոչ մենք չավարտեցինք, այլ ոչինչ չարեցինք ըստ էության։ Հիմա ինչ որ բաներ արեցինք։ Այսինքն նույնիսկ ՍԵՊԱ-ն չիրագործվեց։ Հիմա Հայաստանի վրա օրենքի առումով ինքը ոնց նոր պարտավորություններ վերցնում։ Միգուցե պետք չի իշխանության իրոք այդ ամեն ինչը, ինչպես դուք ասիք, ավելորդ դա աշխատանք, ջանք, ավելորդ պատասխանատվություն եւ նաեւ սխալվելու դեպքում քննադատություն պետք չի միգուցե իրենց նման շռայլություն։ Իրավիճակը եւ ավելի բարձ եւ ավելի բարդ։ Բարդ այն առումով, որ Հայաստանը մնում է ռուսական գաղութ, տնտեսական առումով նախ եւ առաջ։ Մեր էներգետիկան, մեր երկաթուղին, գազի խողովակաշարերը, հոսանքի բաշխիչ ցանցերը, երկաթգիծը, ապահովագրական ընկերությունները, բանկերը, տելեկոմունիկացիաները, հանքերը, մամուլը, քաղաքական կուսակցությունները չշարունակեմ, աննախադեպ քաղաքական։ Շատ քիչ են երկրներ, որոնք այդքան կախվածության մեջ լինեին իրենց մետրոպոլիայից նախկին, որտեվ ապագաղութացում տեղի չունեցավ։ Տեղի չունեցավ չկա։ 7 տարի փաստորեն դա տեղի չունեցավ։ Ինչ պետք է անենք մենք։ Ինչպիսին է քաղաքական պայքարը։ Իմ կարծիքով հենց դա էր մտնել այդ բարդ երկխոսության մեջ եւ ես չեմ ուզում ասել, որ մենք ստիպել ենք
իշխանության ընդունել դա, բայց մենք ստեղծեցինք իրավիճակ, երբ որ մերժել եւ դա հենց մեջբերեմ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, նա փաստորեն առաջին արձագանքը ստորագրավակին, որը երբ որ ես ուղիղ հարցրեցի, դուք կգաք կստորագրեք, նա ի վերջո ասեց, մեզ չեն հասկանա Եվրոպայում, եթե մենք ասենք ոչ։ Եվ իրենք ասեցին այո։ Ըստ երևույթի մտապահելով, որ հա մենք կասենք ու չենք անի, ինչը տեղի ունեցավ, բայց մենք գոնը ստացանք այդ օրենքը։ Օրենքը ի վերջո չեղարկված չէ, եւ մենք այդ կետից շարունակելու ենք մեր պայքարը։ Չանել դա նշանակում էր չանել ոչինչ։ Պարոն Խոզման, ձեր ասած մեջ ինձ մի բան էլի այդպես գրավեց բանի մաստով, որ դուք ասում եք Նիկոլ Փաշինյանն ասել մեզ ճիշտ չեն հասկանա։ Հիմա մի կողմից էլ ինքը ասում է դե չգնամ Մոսկվա, ինձ ճիշտ չեն հասկանա։ Այսինքն ինչպես հասկանանք այս հիբրիդայնությունը, էլի, նույնիսկ ոմանք ասում են երկու աթոռի վրա նստել, ինչը ես դա չեմ ընդունում, որովհետև դա երկու աթոռ չի, կամ երկու տիրոջ ծառա լինել, նման ալեգորիաներ են ասում։ Ի վերջո սա ինչ հիբրիդային մոտեցում է։ Հայաստանը պիտի կողմնորոշվի ինքը որտեղ է, հա, դու կարող եք ասել Հայաստանը միանշանակ Եվրամիության մեջ պիտի լինի, կամ բայց մեր քաղաքական նաև ձեր նշած կախվածությունները հաշվի առնելով քաղաքական էլիտաները միշտ միևնույն է, վերջում գնացել ընկել են բիլիարդի լուզայի մեջ։ Այսինքն ոնց պատտվել է այդ գունդը, գնացել ընկել է տեղ։ Հիմա մենք ինչ ենք անում։ Մենք այս իշխանությանն ենք քննադատում, մենք ասում ենք չենք ընտրելու իրեն, թե մենք այլընտրանքային ինչ որ ճանապարհն է, որն է ի վերջո ճիշտ ճանապարհը, որ մենք մի քիչ ազնիվ լինենք եւ մեզ հետ եւ մնացածի հետ։ Եկեք գոնե իրար հետ ազնիվ լինենք։ Ես նախորդ հարցի պատասխանելիս ասացի, որ դա միաժամանակ եւ շատ բարդ է ու փորձեցի նկարագրել եւ շատ պարզ է։ Ինչն է պարզ։ Պարզը հետեւյալն է։ Ներկայումս Հայաստանը մնում է ոչ միայն ռուսական գաղութ, այլ նաեւ ռուս-թուրքական ռազմավարական դաշինքի պատանդը։ Որտեղ դա ռուս-թուրքական դաշինք է։ Որին գումարվել է Ադրբեջանը։ Այո, անշուշտ, ես դա էլ նկատում եմ 2010-11 թվականից այդ որոշումները ընդունված էին, որպես արտաքին ցուցիչ կարելի է նշել Աքույու ատոմակայանի կառուցման մասին պայմանագիր, որովհետև մենք ցույց հասկանում ենք, որ եթե ռուսները պատրաստ են Թուրքիային փոխանցել ատոմային տեխնոլոգիա, որը Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան երբեք չէին թույլ տա Թուրքիան ունենալ, այնուամենայնիվ մենք հասկացանք, ուրեմն 11-12 թվին արդեն ամեն ինչ պետք է որ պարզ լիներ մեր քաղաքական դասին։ Թողնենք մի կողմ նրանց ունակությունները մտավոր եւ ասենք ինչն է հիմա պարզ։ Եթե մենք չենք մտնում Եվրամիություն, մենք դատապարտված ենք, որովհետև մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական սարսափելի վտանգավոր իրավիճակում, երբ մեր գոյությունը բառի բուն իմաստով կախված է մազից։ Բայց հենց սա նաև չի խանգարելու Եվրամիության անդամ լինել, որովհետև Եվրամիության համար խնդրահարույց պետությունները արդեն, այսպես ասած, բավարար են։ Հայաստանին դա չի վերաբերվում եւ Եվրամիությունը ուղիղ ասել էր դա 2024 թվականի մարտին, 14-ի մարտի, երբ որ 514-4-ի դեմ քվեարկեց Եվրախորհուրդը հանուն Հայաստանի հայտը ընդունելու։ Բայց Եվրախորհուրդը ինքը այնքան ես աշխատել եմ Եվրախորհրդում 1 տարի։ Եվրախորհրդարանն էլ, Եվրախորհրդարանը, որը Ստրասբուրգում է, եւ Եվրախորհուրդը, որը եւս Ստրասբուրգում է, նրանք ունեն նման հարցերում, արտաքին քաղաքական հարցերում ավելի շատ կոնսուլտատիվ, այսինքն խորհրդատվական բնույթ, նրանք չեն կարող ազդել Բրյուսելի քաղաքականության վրա գլոբալ առումով։ Իհարկե ազդեցություն ունեն վստահաբար, բայց մենք արդյոք ստացել ենք ազդակներ կամ հստակ նույնիսկ Ուկրաինայի պարագայում կիսված է, եթե պայմանական ասենք, պետք է ընդունել Եվրամիության մեջ Ուկրաինան, թե պետք չի, նման խնդիրներ եւ առհասարակ։ Այսինքն Եվրամիությունը ինքն էլ դեռ շատ բաներում պետք է կողմնորոշվի, այնպես չի որ մենք պետք է բոլոր ձևերը դնենք կոպիտ ասած մեկ զամբյուղի մեջ եւ մեր միակ հույսը լինի այն որ մենք պիտի եթե չդառնանք Եվրամիության անդամ, ուրեմն մենք կորած ենք։ Մեր դեպքում այդպես է։ Եվ դուք ձեր հարցը հաճախ պարունակում եք մեջ պատասխանը։ Նշելով Ուկրաինայի օրինակը, դուք ինքներդ պատասխանեցիք ձեր հարցին։ Երեք Ուկրաինայում գտնվում էին Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Լեհաստանի, այսինքն առանցքային եվրոպական պետությունների ղեկավարները։ Բացի դա, նրանք զանգահարեցին Դոնալդ Թրամփին եւ ստացան հավելյալ աջակցություն։ Սա է Ուկրաինայի ճանապարհը։ Հա, բայց նույն Եվրամիության երկրները, նույն ձեր նշածները պատրաստ են ուղարկել զորքեր, հետո խաղապահ զորքեր, որոնցից իրենք հիմա հրաժարվեցին։
տարբեր Դուք պատճառներով։ հասկանաք, ու իրականում սա շատ ավելի քողարկված եւ բարդ համագործակցություն է, որտեղ իրենք այլ հասկանալ, իրենք չեն պատրաստվում հիմա պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ։ Ամսական, կներեք, օրական ամեն օր Ուկրաինան ստանում է շուրջ $1 միլիարդ ամեն Աստծո օր ռազմական, մարդասիրական, ֆինանսական, դիվանագիտական եւ այլն ամեն օր նրանք ստանում, այսինքն Հայաստանի բյուջեն մոտավորապես ամեն շաբաթ մտնում է Ուկրաինա։ Մի կողմ թողնենք դա, այսինքն Եվրոպան գիտակցում է, որ Ուկրաինայի պատերազմը դա Եվրոպայի, հանուն Եվրոպայի պատերազմ է։ Ես ընդհանրապես ասում եմ, որ մենք անցել ենք այդ ճանապարհը 20 թվականին եւ 23 թվականին վճարեցինք ահռելի գին եւ դիմացը ոչ թե ոչինչ չստացանք։ Մենք մի բան էլ ավելի կորցրեցինք։ Եվ մենք ոչինչ չպահանջեցինք։ Այսա է։ Այսա է խոսքը, հենց դրա համար եմ ես գալիս դրան, որ իհարկե քաղաքական էստաբլիշմենտի վարքագիծը կարևոր է։ Դա ոչ միայն կարևոր է։ Իսկ ում հետ պետք է խոսի Եվրոպան, եթե ոչ ձեր ասած էստաբլիշմենտը։ Եվ իրենք ինչպես է ստացվում, որ չեն նկատում, չեն տեսնում, չեն հասկանում, որ իրենց գլխի տակ ուղղակի փափուկ բարձ են դնում։ Տեսնում են, հասկանում են, ես իմիջիալուց հենց այստեղ գալուց առաջ 2 ժամ դրանից առաջ եւս մեկ եվրոպական դիվանագետ հետ է խոսում այդ մասին։ Ամսի 9-ի եւ 10-ի ընթացքում մենք լիքը հնարավորություններ ունենք խոսելու այստեղի դեսպանների հետ տարբեր եվրոպական երկրների եւ բնականաբար ընկալելով ինձ որպես Եվրադաշինքի նախաձեռնող խմբի մաս, իրենք հենց մենք միայն դա են քննարկում եւ ես չեմ կարող ասել, որ իրենք դա չեն հասկանում, չեն գիտակցում, ոչ, այդպես որ այս խաղը իրենք շատ լավ հասկանում են, առավել եւս, որ իրենք հենց նոր տեսել են Վրաստանի օրինակը։ Բայց տեսեք, նաեւ ամբողջ քաղաքագիտական համայնքը, ովքեր աջակցում են Փաշինյանին, իրանք քիչ չեն, խոսում են այն մասին, որ դե նա ստիպված է գնալ, որովհետև այլ հակառակ դեպքում մենք խնդիրներ կունենանք, մենք ունենք էներգիայի կամ տնտեսությանը վերաբերող հարցեր, հետեւաբար նորմալ է, որ ինքը գնում է եւ եվրոպական եւ ամերիկյան նաեւ մեր գործընկերներն ասում, դե սա տնտեսական համագործակցության շրջանակում է, մենք այդտեղ խնդիր չենք տեսում։ Իսկապես իրենք այդպես եկեք օգտագործեմ դառը նաիվ են։ Ոչ։ Մեր ավելի շատ միամիտ են մեր գործիչները կամ չարամիտ են ուղղակի ձևանում են միամիտ, նրանք չպետք է շփոթեն դիվանագիտական պարկեշտությունը իրական աջակցության հետ։ Ահա ինչու օրինակ հենց այս օրերին Մոլդովան, խեղճ ճկորակ Մոլդովան, որը զավթված է ռուսական զորքերով, որը արդեն ենթարկվել է մի քանի անգամ, մի քանի տարի շարունակ եվրոպական էներգետիկ ճգնաժամի եւ պատժամիջոցների Ռուսաստանի կողմից իրենք ստանում են հատուկ ֆինանսավորում էներգետիկայի ծախսերը հոգալու համար, իրենք ստանում են ռազմական ծախսերի համար աջակցություն, ինչու մենք չենք ստանում։ Ինչու, որովհետև մենք Կիևում չենք, մենք Մոսկվայում ենք, մենք չէ վարչապետ Փաշինյանը։ Նա կատարել է ընտրություն մեր փոխարեն, մեր երեխաների փոխարեն, եւ դա սխալ եւ շատ վտանգավոր ընտրություն է։ Ինչպես է այդ դեպքում եւ ի վերջին հարցն է, որտեղ ես այս հարցը հաճախ եմ տալիս, ինչպես է այդ դեպքում ստացվում, որ մի շարք փորձագետներ շարունակում են աջակցել Փաշինյանին, համարելով, որ ինքը ամեն ինչ ճիշտ է անում եւ նորից հայացք նետել անցյալի վրա, նախկինների այս թեման բարձրացնել, ամեն ինչը նույնից նրանց ասածը խոշորացույցով քննադատել, բայց Փաշինյանի արած ենթադրենք ամենակարևոր քայլերը պարզապես անտեսը չտեսնելու դնել կամ ուղղակի փորձել պես ավելի գեղեցիկ կամ փաթեթավորումներ տալ միայն թե չքննադատել, ինչպես օրինակ դուք անում եք։ Ես չեմ ցանկանա անուններ չտալով խոսել մարդկանց մասին, բայց ես մի անուն կտամ։ Երեք մահացավ մեր գործընկերը Արմեն Հովհաննիսյանը, քաղաքագետ, ազնիվ մարդ։ Մենք բազմաթիվ տարաձայնություններ ունենք, բայց մենք հարգում ենք միմյանց եւ գլխավոր հարցերում լուրջ սկզբունքային տարանցություններ չկար մեր մեջ։ Եվ ինչպես նաեւ Գագիկ Գինոսյանը, ինչպես Սամվել Կարապետյանը, նա իմ սերնդի այն մարդկանցից է, թեև նա ինձնից երիտասարդ է, ով չի դիմացել այս ճնշումներին ներքին, ով չի դիմացել այդ կեղծավորությանը եւ նա չէր ցանկանում եւ չէր համաձայնում կեղծավոր լինել,
այդ մարդիկ այրվում են ներսից, այդ մարդիկ չեն դիմանում։ Ու երբ որ ես ասում եմ, որ մենք կորցնում ենք մեր վերնախավը չի կարող մնալ կեղծավորության դաշտում։ Այն մարդիկ, ում մասին դուք ակնարկեցիք, ես վստահ չեմ իրենց անշահադրության վերաբերյալ։ Իսկ իրականում անկեղծ մարդիկ, որովհետև հիմա գիտեք քաղաքականությունը եւ կեղծավորությունը հոմանիշներ չեն, հատկապես մեր երկրում։ Դրանք հականիշ են։ Անկեղծ մարդիկ կամ խոսում են կամ մահանում են, սիրտը բռնած։ Ցավոտ բան եք ասում։ Կներեք, որ մի փոքր Դե սա մեր իրականությունն է, ես սա էլ համար եմ շնորհակալ, որովհետև ամենակարևոր բանն է, որ մենք ինքներս շատ դուք էլ նշեցիք, մենք մեզ չխաբենք։ Այո։ Եվ մեզ նաև սկսենք հարգել, մեր ընտրությունը սկսենք հարգել։ Դրանից պետք է սկսել, եթե մենք դա չենք անում, մնացածը անիմաստ է։ Շնորհակալություն ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն նաև ձեզ ելի հեռուստատողներ, մենք այսօր քննարկեցինք Տիգրան Խզմալյանի հետ հետաքրքիր հարցեր, ըստ իս կարևոր թե Հայաստանի վերջո աշխարհաքաղաքական որ կոորդինատներում է իրեն տեսնում։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ, ղեկավար Տիգրան Խզմալյանին, ձեզ հետ քաղաքագետ Գյորգ Մելիքյանը, հաջողություն ձեզ։